Տեսա այդ քահանայի պահվածքը, որ նզովում էր ինչ-որ մի հայորդու, լսեք, դուք նզովելու համար չեք, դուք լսելու համար, դուք պետք է լսեք, ոչ թե եկել եք միտինգ եք անում, խոսում եք, մի տղային ասեց գնա, հեսա կտեսնես քո բան, այսինքն նզովքներ, սա ինչ է։ Կտեսնես թե ոնց են թաղելու քո հարազատներին, հա, դա հոգևորականի խոսք է։ Վայ, դա ահավոր էր։ Եվ գիտեք ինչ, սա եղել է միշտ մեզ հետ փաստորեն, բայց այսօր ջերի երես է դուրս գալիս։ Եվ մենք սկսում ենք տեսնել ինչի մեջ ենք ապրել, ինչ ախտի մեջ ենք ապրել։ Երբ որ դու դուրս ես գալիս ախտից, հետո տեսնում ես շուրջդ գնահատական ես տալիս։ Այսօր մենք գնահատական ենք տալիս եւ պարզվում է ապրել ենք կործանված պետության մեջ առաջին հերթին։ Մենք կործանել ենք մեր պետությունը, մենք կործանել ենք մեր հավատքը եւ հավատացյալները այսօր այդ հանցավոր աշխարհից համարյա չեն տարբերվում, նզովում են, այսինքն այս ինչ պետություն, այս ինչ ենք սարքել, այս ինչ ենք դարձել, հասկանում ես, այս իմ մեղքն է, Վիգենի մեղքն է, մեր քաղաքացիների մեղքն է, որովհետեւ մենք տոլերանտ ենք եղել, հա ասել ենք լավ, թող թալանեն, չգիտեմ, հանցագործները միլիարդերներ դառնան, քահանաները դառնան նզովող ասողներ, ոչ թե օրհնողներ, այսինքն մենք ենք թույլ տվել